շարունակում ենք մեր հաղորդաշարը, որը նվիրված է հայ գրողներին, դերասաններին, երգիչներին եւ հետաքրքիր նյութեր աշխարհի մասին։ Այսօրվա թողարկման ընթացքում պատմեմ Վալյա Սամվելյանի մասին։ Վալյա Սամվելյան ծնվել է 1937 թվականի օգոստոսի 12-ին Երևանում։ Նրա հայրը Վարդան Սամվելյանը եղել է եկեղեցական խորհրդի նախագահ, իսկ մայրը Վերգինե Բադամյանը եկել է Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախմբում։ Դեռ մանկուց ապագա երգչուհին մեծ սիրով լսում էր Շարադ Ալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, Վաղաշակ Սահակյանի, Արաքսա Գյուլջատյանի, Ղոիկ Մկրտչյանի, ինչպես նաև Օֆելիա Համբարձումյանի եւ Հովհաննես Բադալյանի կատարումները։ Այդ ազդեցության տակ ձևավորվում է նրա մեծ ցանկությունը դառնալ ժողովրդական երգչուհի։ Ծնողները մեծ դեր են ունեցել նրա երաժշտական ճաշակի ձևավորման գործում։ Նրանց տանը պահպանվում է երգարան, Վանեցի հայրիկի կողմից իր հորի ժառանգված, որտեղից նա ընտրում է իր առաջին կատարումները։ Նա աշխատել է Հայ Էլեկտրոնում, ապա Սարքաշինական գործարանում, միաժամանակ հանդես գալով ինքնագործ ասամբլում։ Այստեղ է ծանոթանում է իր ապագա ամուսնուն Թարահար Կարլեն Գևորգյանին։ Վալյա Սամվելյանը երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետության ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերագունյանի անվան ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար։ Ասամբլի կազմում հանդես է եկել շուրջ 38 տարի, մինչև կյանքի վերջին օրերը։ 1957 թվականին նա արժանացել է միջազգային փառատոնի ոսկե մեդալի։ Ընդհանուր առմամբ ունեցել է 4 ոսկե մեդալ և բազմաթիվ դիպլոմներ։ Նրա ձայնագրությունները թողարկվել են Մոսկվայի Մելոդիա ընկերությունում և ԱՄՆ-ում։ Երգչուհին համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։ Վալյա Սամվելյանը մահացել է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին Դժբախտ պատահարից։ Գործունեությունը Երգարվեստում իր առաջին քայլերը նա կատարել է դպրոցական երգչախմբում։ Չնայած նրան, որ չի ստացել մասնագիտական երաժշտական կրթություն, իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ հասել է մեծ բարձունքների։ Ավտոդողերի գործարանում աշխատելու տարիներին զուգահեռ հանդես գալով երգի պարի ասամբլում։ Նա շրջագայել է Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև արտերկրում՝ Ուկրաինայում, Բելարուսում, Բալթյան երկրներում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Սիրիայում, Լիբանանում և Բելգիայում։ 1957 թվականին մասնակցել է Հայաստանի երիտասարդական փառատոնին և զբաղեցրել առաջին տեղը, արժանանալով ոսկե մեդալի։ Այս հաջողությանը հաջորդել են ևս 3 ոսկե մեդալներ։ Նրա ստեղծագործական կայացումը տեղի ունեցել Պետական ռադիոյի ժողովրդական գործիքների ասամբլում, որտեղ հանդես են եկել նաև անվանի երգիչներ՝ Նորայր Մնացականյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ռաֆի Հովհաննիսյանը, Մանիկ Գրիգորյանը։ Նրա կատարմամբ հնչել են հայ մեծերի Կոմիտասի Սայաթ Նովայանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլոց ստեղծագործությունները։ Նրա առավել երգերից են Անուշիկ իմ քույրիկ, Անցար այգուց նայելով, Զոր գիշեր և Շորորա։ Երգչուհու մահից հետո նրա որդու Արա Գևորգյանի ջանքերով լույս են տեսել նրա երկու ալբոմները՝ Թողեցիր ինձ մենակ և Անուշիկ իմ քույրիկ։